Չկա։ Չիլնի։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցին ԵԱՏՄ-ում մնալ չմնալու վերաբերյալ Փաշինյանը մեմ դարձած այս արտահայտությամբ է պատասխանում ու Մոսկվայի հետ լեզու գտնելու փոխարեն ավելի սրում իրավիճակը, ասելով թե Եվրասիական միությունը փլուզման շեմին կարող է կանգնել։ Լավ 2 ամիս կարա խնդիրնի, լավ 3 ամիս կարա խնդիրնի, 4 ամիս եթե խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Եթե Կրեմլից հնչող անդադար զգուշացումներին ու տնտեսական պատժամիջոցներին Փաշինյանը վերջին շաբաթներին զգուշավոր էր արձագանքում, պնդելով թե ԵԱՏՄ-ից դուրս գալու միտք չունեն, ապա այսօր արդեն բացահայտ ձեռնոց է նետում Մոսկվային ու կասկածի տակ դնում ԵԱՏՄ-ի գոյությունն ընդհանրապես։ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա։ Եթե կա, եթե չկա։ Բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Փաշինյանի այս ձևակերպումը հիշեցնում է այն նույն ձեռագիրը, որով նա 4 տարի առաջ սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Այն ժամանակ էլ նույն ոճով հայտարարում էր, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից, ոչ թե ինքը։ Հիմա կարծես թե վարչապետը հող է նախապատրաստում, որ նույն ոճով էլ հարկ եղած պահին բացատրի ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը կամ անդամակցությունը սառեցնելը, դրա պատասխանատվությունը գցելով Մոսկվայի գրպանը։ Մանիպուլյացիայի կամ այլ շահերից ելնելով ԵԱՏՄ-ի արդյունավետությունը կասկածի տակ դնելը տնտեսագետ Սուրեն Պարսյանը մտահոգիչ է համարում։ ԵԱՏՄ-ի շնորհիվ է, որ մենք 2022 թվականից սկսած ունենք բարձր տնտեսական աճ, ունենք տրանսֆերտների հոսք, ունենք ռուս ռելոկանտների հոսք, ռուս տուրիստների հոսք, արտահանման աճ, վերարտահանում եւ այլ։ Для меня большая честь. Մայիսի վերջին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Պուտինն ու անդամ մյուս երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել եւ կոչ արել Հայաստանի վարչապետին, որ որքան հնարավոր է արագ անցկացնի ԵԱՏՄ-ում մնալու կամ դուրս գալու հարցով հանրաքվեն, քանի որ Եվրամիություն գնալու պատճառով ստեղծված անորոշ վիճակը սպառնալիք են համարում տնտեսական միության համար։ Ընդ որում Փաշինյանը հրաժարվել էր մեկնել գագաթնաժողովին եւ անձամբ մասնակցել քննարկումներին, պատճառաբանելով արձակուրդն ու քարոզարշավով զբաղված լինելը։ Հիմա սակայն դժգոհում է, որ առանց իր ներկայության նման որոշում են ընդունելու հայտարարում է, բացատրություն է պահանջելու Պուտինից ու մյուս ղեկավարներից։ Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրի հետ կապված կարող ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արթնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Փաշինյանի ձևակերպումներից ու տոնայնությունից զգացվում է, որ վիճակը բավական բարդ է եւ Մոսկվայի պատժիչ քայլերի հետևանքով Հայաստանի տնտեսությունը լուրջ, եթե չասենք անհաղթահարելի մարտահրավերի առաջ է կանգնել։ Նույնիսկ գյուղմթերքի արտահանման ծավալների մասին էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերը չգոհացրին Փաշինյանին։ Թվերը մեզ շատ բան չեն ասում, հիմա ինձ ավելի շատ գնահատականն է ընթանում։ Հունիսին հայկական գյուղմթերքի արտահանման ծավալների կրճատման տեմպերն արդեն իսկ լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Եթե նախորդ տարի այս ժամանակ 12,000 տոննա ծիրան էր արտահանվել ռուսական շուկա, ապա հիմա սահմանափակումներից հետո ընդամենը 1000 տոննա, այսինքն արտահանման ծավալը 12 անգամ կրճատվել է, եւ սա դեռ միայն ծիրանի օրինակով։ Սա դեռ սկիզբն է։ Մենք ունենալու ենք հուլիս ամիսը, գյուղատնտեսության համար եւս արտահանման ամիս է, հանդիսանում օգոստոս ամիսը, սեպտեմբեր ամիսը։ Եվ եթե մենք չկարողանանք խնդիրների լուծումը գտնել այս ամսվա ընթացքում, մենք կորցնելու ենք ամբողջ գյուղմթերքը, արտահանման ենթակա գյուղմթերքը ամբողջ տարվա ընթացքում։ Կառավարությունն ի վիճակի չէ նոր շուկաներ գտնել, մի քանի հազար հատ ծաղիկ այս կամ այն եվրոպական երկիր ուղարկելը որպես այլընտրանք մատուցելը լուրջ չէ, ասում է տնտեսագետը։ Պետք է կտրուկ փոխվի հայկական ապրանքի որակը, եվրոպական ստանդարտները բավարարող սերտիֆիկացում արվի, ինչը մեր արտադրողների համար անհնարին մոտ խնդիր է, հատկապես միջին ու փոքր տնտեսությունների դեպքում։ Նրանք բնականաբար դադարեցնել են իրենց արտանմկան ստիպված են լինելու իրենց բեռը էժան գնով վաճառել են խոշորներին, որոնք տիրապետում են եվրոպական ստանդարտների կամ սերտիֆիկացման այդ պայմաններին եւ այլն։ Եվրամիությունը շտապեց 34 միլիոն եվրոյի հերատապ օգնություն տրամադրել կառավարությանը ռուսական պատժամիջոցների հետևանքները մեղմելու համար։ Հուլիսի 1-ին էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է գալու Երևան։ Փաշինյանն այսօր ասել է, որ օրակարգում հայկական գյուղմթերքի մուտքը եվրոպական շուկա դյուրացնելու հարցն է։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։
Անգամ ստանդարտներին համապատասխանող ապրանք ունենալն ու արտահանելը դեռ շատ քիչ է եվրոպական շուկայում տեղ գտնելու համար, ասում է տնտեսագետը։ Նախ տրանսպորտային ծախսերն են շատանալու, եւ երկրորդ, եվրոպական շուկայի բացվելը հայկական գյուղմթերքի համար երազանքների շարքից է ավելի շատ։ Վառ օրինակն Ուկրաինան է։ Պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունը բացեց իր շուկան ուկրաինական ապրանքների համար, բայց շատ չանցած ստիպված եղավ փակել, որովհետեւ եվրոպացի ֆերմերներն էին սնանկանում ու բողոքի ցույցեր անում։ Իրենք միամիտ չեն, որ բացեն ամբողջությամբ շուկաները։ Իրենք կբացեն այն շուկաները, որոնց պարագայում, որ քո ապրանքի գինը իրենց տեղի արտադրողի գնի մոտ ալեն։ Այնպես որ ըստ տնտեսագետի մոտ 1 միլիարդ դոլարի գյուղմթերքը հնարավոր չի լինելու արտահանել։ Սա լուրջ կորուստների է բերելու։ Դա պատկերացնելու համար բավարար է միայն հիշեցնել, որ գյուղատնտեսությունը Հայաստանի համախառն ներքին արդյունքի 8%-ն է կազմում, իսկ այս ոլորտում աշխատում է բնակչության մոտ 30%-ը։ Հայաստանի պարագայում աղքատությունը մի քանի անգամ ավելի բարձր է գյուղերում, քան քաղաքներում։ Այսինքն աղքատանալու են աղքատ մարդիկ, սա տանելու է ծայրահեղ աղքատության նաև։ Գյուղացիական տնտեսությունները հիմա անելանելի վիճակում են, եթե անգամ իրենց արտադրանքը ջրի գնով ստիպված վաճառեն տեղական շուկայում, չեն կարողանալու դուրս գալ միլիոնների հասնող վարկերի տակից։ Ով է վճարելու, ինչպես է վճարելու, այդ ռիսկը ով է իր վրա վերցնելու։ Ոչ միայն ստիպված են կլինել սուբսիդավորել արտահանումը եւ այլն, ստիպված են կլինելու ֆինանսավորել, սուբսիդավորել նաև վարկերը, որոնք ձեռք են բերվել։ Խնդիրների այս ողջ տարափը տեղալու է դեռ միայն գյուղատնտեսության ոլորտում ծագած ճգնաժամի պատճառով։ Եթե Մոսկվան խոսքից գործի անցնի եւ պատժամիջոցները տարածի նաև դրամական փոխանցումների եւ էներգակիրների վաճառքի վրա, իրավիճակն աղետալի կդառնա։ Հատկապես եթե թանկացվի գազը, որովհետեւ դրա հետևանքով հոսանքնել է թանկանալու արտադրությունն էլ։ Մի խոսքով, համատարած ու բավական բարձր գնաճ է սկսվելու։ Նպաստառուներ, թոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ, որոնց դեպքում գնաճը էապես վատթարացնելու է նրանց կենսամակարդակը։ Գնաճի մակարդակը որքան կլինի այս պահին կդժվարանամ ասել, քանի որ կախված է թե որքան կթանկանա գազի գինը, այլընտրանքներ կունենա, պետությունը աշխատավարձերի թոշակն ինչպես է կարողանալու վերանայի։ Նշեմ, որ Հայաստանի կառավարությունը վերջի տարիների ընթացքում բավական ակտիվ պարտքի ավելացում է արել, այսինքն 6 միլիարդից հասցնելով 14.5 միլիարդ, համարյա 8 միլիարդի չափով հավելացրել է։ Նրան նոր վարկեր վերցնելու մասով բավական լուրջ խնդիրներ է ունենալու, այսինքն եւ ներսում եւ դրսում։ Որ կողմից էլ նայենք հարցին, ծանրագույն խնդիրներ ենք ունենալու, որոնց լուծումներ գտնելը չափազանց բարդ է, ասում է տնտեսագետն ու պնդում։ Միակ ելքը Մոսկվայի հետ լեզու գտնելն ու ռուսական ավանդական շուկան չկորցնելն է։